Տարածաշրջանի դրությունը կքննարկենք ռազմական պատմաբան քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։ Բարի երեկո, պարոն Այվազյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Այվազյան, եթե փորձենք իմի բերել պատերազմի երրորդ օրվա այս պահի տեղեկությունները, ո՞րն է ձեր հիմնական եզրակացությունը, հակամարտության ո՞ր կողմն է, այսպես ասած, դրության տերը։ Դեռ շատ վաղ է ասել դրության տերը ով է, բայց կարելի է ասել, որ արդեն երկրորդ օրը եւ երրորդ օրը արդեն հաստատ Իրանը խախտեց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի համար նախատեսված սցենարը իր հարվածներով, որոնք հասցվեցին ոչ միայն ամբողջ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, այլև փափուկ թիրախներին, այսինքն տնտեսության ամենակարևոր հատվածներին, ճյուղերին, Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակից պետությունների տարածաշրջանում այ նավթարդյունաբերական այն համալիրը, որը այսօր գրեթե կաթվածար վիճակում է, արդեն մասամբ հայտնվել եւ գազի արտադրությունը, ինչպես գիտենք, արդեն Քաթարում ամբողջությամբ կանգնել է, իսկ Քաթարը արտադրում է աշխարհում հեղուկացված գազի 20%-ը, այսինքն 1/5-ը ամբողջությամբ կանգ է առել արտահանումը, ել չասած արտադրությունն է կանգ առել եւ արտահանումը նույնպես, որովհետեւ Հորմուզի միջանցքը, այդ նեղուցը Հորմուզի Իրանի գործողությունների պատճառով փաստացիորեն կանգ է առել։ Սաուդյան Արաբիայում նույնպես խոշորագույն աշխարհում ամենախոշոր նավթամշակման գործարանը կանգ է առել իրանական հրթիռների եւ թևավոր հրթիռների ու ԱԹՑ-ների հարվածների պատճառով։ Պարոն Այվազյան, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փաստորեն հասել են այս ռազմական գործողության գլխավոր նպատակին կամ նպատակներից մեկին, սպանվել են Իրանի գերագույն առաջնորդը, մի քանի տասնյակ պաշտոնյա, հրամանատար, որն է ըստ ձեզ Իրանի մաքսիմում եւ մինիմում պլանը այս պահին, եւ ի վերջո ինչ նպատակ ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք նշեցիք, որ սցենարը տապալվել է։ Այո, Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը, եթե Իրանի պետության գլխավոր առաջին դեմքերի ոչնչացումն էր, դա լուրջ նպատակ չէ այսպիսի պատերազմներում, որովհետև առաջին դեմքերին գալիս են փոխարինելու երկրորդ դեմքերը, երկրորդ դեմքերին սպանելուց հետո կգան երրորդը եւ այդպես շարունակ։ Իրանին հնարավոր չի լինելու հաղթել, եթե չլինի ցամաքային ներխուժում, այսինքն ցամաքային առանց ցամաքային բաղադրիչի հնարավոր չի այդ ահռելի պետությանը, որը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների չափ է իր տարածքով եւ ունի 90 միլիոնանոց բնակչություն, ունի հզոր բանակ, մոտ 1 միլիոնանոց, իր բոլոր թևերով, բոլոր զինատեսակներով զինված, այդ ուժին որքան էլ դու ռմբակոծես օդից, որքան էլ սպանես հրամանատարներին, ոչնչացնես ենթակառուցվածքները, թե տնտեսական, թե ռազմական օբյեկտներին խփես եւ այլն, պետությունը չես կարող հաղթել, մանավանդ եթե այդ պետության բնակչությունը, ռազմական ղեկավարությունը եւ զինված ուժերը վճռականորեն տրամադրված են դիմադրել ագրեսորներին։ Իսկ նրանք այսօր շատ վճռականորեն են դիմադրում եւ ժողովրդի մեծ մասը փաստորեն, ինչպես տեսնում են, կանգնած է ղեկավարության թիկունքին։ Իդեպ դուք նշեցիք ԱՄՆ նախագահը եւ պատերազմի նախարարը չեն բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելը, որքան հավանական եք համարում ամերիկյան ցամաքային ներխուժում Իրան։ Զրո հավանականություն, այո, այսօր ես էլ կարդացի Թրամփը եւ պաշտպանության ավելի շուտ արդեն պատերազմի նախարար Հեքսեթը հայտարարել է, թե մենք չենք բացառում, բայց ինչպես է կատարվելու այդ ներխուժումը, որով չկա այն պետությունները չկան, որոնց տարածքում կարելի է կուտակել այդ ուժերը, եթե նայենք Իրանի այսպես սահմաններին երկայնքով, ոչ Իրաքում կարող են կուտակել այդ ուժերը, ոչ Թուրքիայում, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Պակիստանում հնարավոր չէ կուտակել այդ ուժերը։ Այսինքն ցամաքային ներխուժում հնարավոր չէ։ Էլ չեմ ասում, որ Միացյալ Նահանգների բանակն էլ այդ թվականակը այսօր չունի։ Միացյալ Նահանգների ծովային հետևակը, տեսեք, միակ հնարավոր տարբերակը հավանական ծովային ուղղությունն է, որով կարող են ներխուժել Իրան, բայց դա էլ հնարավոր չէ, որտեղ դեսանտային
նավերով մոտենալ Իրանի ափին նշանակում է անմիջապես վտանգի ենթարկել հազարավոր ամերիկացի զինվորների։ Նույնիսկ եթե նրանք հաջողացնեն ափ իջնել, այնտեղ հանդիպելու են բազմաշերտ խորքային պաշտպանությանը եւ ահավոր կորուստներ են կրելու, որին այսօր պատրաստ չէ ոչ Միացյալ Նահանգների հասարակությունը, ոչ էլ Միացյալ Նահանգների զինված ուժերն են պատրաստ։ Սա այն Միացյալ Նահանգները չէ, որ կային 91 թվականին, երբ օրինակ Սաուդյան Արաբիայում կուտակեցին մոտ 300,000-անոց բանակ, որից հետո ներխուժեցին Իրաք։ Բայց Իրաքը 4 անգամ ավելի պակաս տարածք ուներ, շատ ավելի պակաս բնակչություն ուներ, Իրաքը արդեն շատ թուլացած եւ հյուծված էր։ Այդպիսին չէ այսօրվա Իրանը, ծովային ուղղությունից ներխուժումը նույնպես անհնար է, որովհետև այսօր նույնիսկ Միացյալ Նահանգների նավերը հեռու են հարյուրավոր կիլոմետրերով հեռու են գնացել Իրանի ափերից, որպեսզի չենթարկվեն հարձակումների։ Իսկ այդ հարձակումների արդյունավետությունը այսօր երևաց 3 ամերիկյան F-15 կործանիչների փաստորեն կործանում այսպես խոցումով կամ ինչ-ինչ պատճառներով ասացին Քուվեյթի հողն իբր բարեկամական կրակի պատճառով է եղել, բայց նրանք նաև նշեցին, որ այդ բարեկամական կրակը տեղի ունեցել ռազմական գործողությունների ընթացքում, երբ բալիստիկ հրթիռներն են օդում եղել, երբ ԱԹՍ-ներն են իրանական օդում եղել եւ նույնիսկ իրանական ավիացիան է օդում եղել։ Այդ իսկ պատճառով պատկերացնել մի իրավիճակ, երբ նավերը մոտենում են Իրանի ափին եւ իջեցնում են ափ 100,000, 200,000 զինվոր գրեթե անհնար է։ Ես չասեցի ծովային հետևակի թվականակը այսօր Միացյալ Նահանգների 170-180,000 է, մոտ 40,000 էլ ռեզերվ ունեն։ Այդ ամբողջ ուժը, եթե կարողանան ամբողջ աշխարհից հավաքել բերել, որ ինքնին արդեն մեծագույն լոգիստիկ սահմանափակումների եւ մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնելու Միացյալ Նահանգները, դարձյալ չեն կարողանալու հաղթել այդ ուժով, հասկանում եք։ Նրանք պետք է մի մեծ մոբիլիզացիա կարողանան անցկացնել Միացյալ Նահանգներում, զորքեր հավաքեն, չգիտեմ, կուտակեն 500,000-անոց ուժ, եթե 500,000-անոց ուժ էլ կարողացան կուտակեն 600,000, դարձյալ չեն կարող մտնել եւ հաղթել Իրանում։ Հասկանում եք, որովհետեւ Իրանը, ասացի, ունի մեծ տարածք, ունի հզոր զինված ուժեր, ունի վճռական տրամադրված ղեկավարություն եւ բնակչություն։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը Իրանը նաեւ ներսից թուլացնելն է։ Այս պահին ստացվող տեղեկությունները ինչ են հուշում, նոր խժդժություններ հրահրող սցենար կարող է լինել։ Նման տեղեկություններ չկան, բացարձակ, կար մի տեղեկություն, իբր միտեղ Իրանի, չգիտեմ, որ հարավային մի քաղաքում, Շիրազում էր կարծես թե Շիրազի նահանգում տեղի են ունեցել ցույցեր հուրախություն Այաթոլլահ Խամենեի մահվան, բայց դա ես չեմ կարծում թե վստահելի տեղեկություններ են, որովհետև այսօրվա դրությամբ ռազմական պայմաններում, պատերազմական պայմաններում, եթե նմանատիպ ցույցեր տեղի ունեցան, ապա դրանք անմիջապես կենթարկվեն ամենադաժան եւ օրինական ճնշման պետական ուժային կառույցների կողմից, որոնք ամենուր ներկա են, հատկապես բասիչ կոչված աշխարհազորային ուժը, որին հենց վստահված է ներքին նաև հարցերում կատարել այսպիսի վերահսկողական եւ պատժիչ նաև գործողություններ, այնպես որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ ոչ մի ցույց բողոքի, ոչ մի չգիտեմ ինչ ելույթ, դա հնարավոր չէ, բայց բացի դրանից երբ մենք տեսանք հունվարին ինչպիսի մեծ միլիոնավոր ցույցեր տեղի ունեցան Թեհրանում եւ տարբեր ուրիշ քաղաքներում Իրանի, որոնք ի աջակցություն ներկա ղեկավարության։ Իհարկե կան ընդդիմադիրներ, իհարկե կան շատ ռադիկալ ուժեր Իրանում, բայց դրանց թվականակը չի գերազանցում նրանց թվականակը, որոնք աջակցում են իշխանությանը, այո։ Թրամփը նաև հայտարարել է, որ նախատեսում է պատերազմել մինչև 4 շաբաթ։ Իրանը ասում է, որ ավելի երկարատև պատերազմի է ինքը պատրաստվել։ Ձեր կանխատեսմամբ, չնայած դա չեն կանխատեսում սովորաբար, որքան կձգվի այնուամենայնիվ այս պատերազմը, ինչպես կհանգուցալուծվի այս աննախադեպ դրությունը։ Այո, եւ սկզբից հայտարարում էին 4 օրվա մասին, հետո ասացին 1 շաբաթ, 1-2 շաբաթ, հիմա ասել է 4-5 շաբաթ, 4 շաբաթ։ Գիտեք, նրանք կանգնել են արդեն փաստի առջև, իրենց սցենարով չի գնում, ինչպես ասացի, այս պատերազմը, եւ նրանք խրվել են, արդեն խրվել են։ Ես կարծում եմ, առաջին 1-2 շաբաթը կլինեն ինտենսիվ ռազմական գործողություններ երկու կողմից, այնուհետև այս պատերազմը կշարունակվի պակաս ինտենսիվությամբ, երբեմն բռնկվելով այսպես, օդային մարտերը կշարունակվեն, որտեղ ցամաքային մարտերի մասին խոսելը անիմաստ է։ Գուցե ինչ որ հատուկ ջոկատայիններ ուղարկեն փոքրականակ, բայց դրանք հարց լուծող չեն։
Ուրեմն լուծվի այն ժամանակ, երբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները եւ նրանց արաբական դաշնակիցները, փաստացի դաշնակիցները, Պարսից ծոցի այդ արաբական միապետությունները, երբ նրանք կհասկանան, որ այսպես իրենք տուժում են ավելի շատ եւ դրանից հետո պատերազմը գուցե կանգ կառնի, բայց Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանին բոլորովին այլ առաջարկություններով, շատ ավելի կոշտ առաջարկություններով, ավելի պակաս զիջումներ կհամաձայնվի կատարել եւ ընդհակառակը Միացյալ Նահանգների արչեւ կդնի իր նախապայմանները, որոնցից մեկը կարող է լինել օրինակ ռազմաբազաների վերացումը իր սահմանների մոտ։ Ձեր կարծիքով դիվանագիտական հուն վերադարձնելու հնարավորությունը միայն դա է Իրանին։ Այո, պատերազմը պետք է որոշ չափով հյուծեն ուժերը միմյանց, այս դեպքում պետք է այնպիսի ցավ զգան հատկապես Իսրայելը եւ Միացյալ Նահանգներն ու ասացի արաբական այդ պետությունները, որպեսզի նրանք արդեն դիմեն խաղաղության այսպես կոչով Իրանին, ոչ թե Իրանը։ Իրանը պատրաստվել է այս պատերազմին շատ երկար, մոտ 2 տասնամյակից ավել պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ պատերազմին, կուտակել է համապատասխան ուժեր, հրթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն, այսպես գետնի տակ ստեղծել է հրթիռային քաղաքներ, որոնք հնարավոր չէ այսպես ոչնչացնել։ Հիմա երբ ցույց են տալիս այս կայանքին խփեցին, այն կայանքին խփեցին, դրանք գետնի տակ չեն, դրանք գետնի վրա են, մի մասն էլ դրանց այսպես սուտ թիրախներ են, ռեզինից, փայտից, թե չգիտեմ ինչից պատրաստված։ Մի մասն էլ իրական թիրախներ են, բայց ոչնչացնել այդ ամբողջ տարածքում գետնի տակ գտնվող այդ բոլոր հրթիռները անհնար է, այն էլ 1 ամսում, 2 ամսում, 3 ամսում, իսկ ինչպես ասացի, առանց ցամաքային բաղադրիչի նրանք չեն կարող մտնել գրավել Թեհրանը, իշխանություն փոխել, դա էլ անհնար է, ինչպես հենց նոր փորձեցի բացատրել։ Այո, եւ վերջում պարոն Ավազյան, ինչպես է գնահատում Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ այսօր դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թույլ մեջ բերել, կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից եւ բազում աշխարհաքաղաքական աղետներից։ Այսօր շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ եւ Հայաստանում կասկածելի հանգիստ է։ Այնինչ մենք տեսնում ենք իրականությանը համապատասխանում է, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Նախ Հայաստանի ղեկավարությունը այնքան է թուլացրել երկիրը, որ հանել է Սյունիքը վաճառքի, իդեմս այդ թրիփ կոչված Թրամփի ուղի ծրագրի, որը ինքնին մեծագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար եւ այն փաստով, որ դա փաստորեն անեքսիայի է ենթարկում Հայաստանի տարածքը Միացյալ Նահանգներին է վաճառում Հայաստանի տարածքը 99 տարով եւ նրանով, որ Միացյալ Նահանգները այն պետությունն է, որը պատերազմում է եւ դա հնարավոր էր կանխագուշակել դեռևս անցյալ տարվա օգոստոսին, քանի որ անցյալ տարվա հունիսին էր պատերազմը եղել 12 օրյա եւ չէր էլ ավարտվել, պետք էր կանխատեսել, որ նորից բախվելու են Միացյալ Նահանգները եւ Իրանը եւ չի կարելի բերել այդ թշնամի Իրանին թշնամի մի պետության հանձնել հայկական հողերը, որպեսի հետո այստեղ տեղի ունենան բախումները։ Այս հակամարտությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև այսպես հեշտ չի անցնելու, նա կարող է տևել տարիներ, կարող է տևել տասնամյակներ, կարող է հանգել նորից բռնկվել։ Բերելով Միացյալ Նահանգներին Հայաստանի եւ Իրանի սահմանի վրա դնելով այսօրվա գործող իշխանությունը Հայաստանը ենթարկում է մահացու վտանգի։ Սա է խնդիրը։ Գոնե այս պայմաններում ինչ պիտի անի իշխանությունը, որ չի անում։ Այս պայմաններում իշխանությունը պետք է մոբիլիզացնի ներքին ռեսուրսները, ինքնապաշտպանական բոլոր ռեսուրսները, ինչը չի անում եւ մտադիր չէ անելու։ 1000 անգամ ասվել է ազգ բանակ մոդելի մասին, որ պետությունը մեր նման պետությունը, որը ենթակա է ահռելի ռիսկերի, բոլոր կողմերից ռիսկերի է ենթակա, պետք է ոչ միայն այդ պետության մեջ բանակը պատրաստ լինի պաշտպանելու երկիրը եւ ժողովրդին, այլև ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր ռեզերվով, զինված ուժերով եւ աշխարհազորով կարողանալ ինքն իրեն պաշտպանել։ Մի բան, որ այս իշխանությունը չի անում, նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգը, ինչպես տեսնում ենք Հայաստանում թողնված է բարձի թողի վիճակի։ Ամեն վարքյան կարող են նաեւ Երևանի գլխին հրթիռներ ընկնել, կամ պատահական, կամ հենց Ադրբեջանի կողմից ակտիվանալու դեպքում։ Ուր են մեր ապաստարանները, որտեղ են
Ինչու չեն կառուցում, ինչու այնտեղ համապատասխան պարագաներով չեն օժտվում այդ ամեն ինչը։ Ոչինչ չի արվում։ Հայաստանը թողնված է բարձի թողի վիճակում։ Հայաստանի անվտանգությունը խայտառակ վիճակում է։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, ձեր մեկնաբանությունների համար։